ուրախ դեմքեր, փրկված մարդիկ, Փառք Տիրոջը։ Իմ անունը Անդրանիկ Գրիգորյան Աշոտի, ծնված 22-19 տարվից 68 թիվ։ Ես առաջ 93 թվականին, 1993 թվականին, երբ որ ինձ մոտիկացան 3 հավատացյալներ, ես նստած էի ռեստորանում և վայելում էի իմ վատ կյանքս։ Փառք Տիրոջը, որ մոտիկացան այդ 3 եղբայրները և Աստծո խոսքը ասացին ինձ։ Ես այդ ժամանակ անգիտակցաբար իրենք որ ինձ ասեցին, ծնկի պետք է գաս և ներողություն խնդրես Աստծուն, ես ասի, ես տղամարդ եմ, ես ինչ ասված, ինձ են պաշտում, որովհետև ես Մայկոպում, Ադիգեյսկի Ռեսպուբլիկա, գորոդ Մայկոպ, Կրասնոդարսկի կրայ։ Կներեք, որ մեկ ռուսերեն պետք է խոսեմ, որտեղ շատ ժամանակ ես Ռուսաստանում եմ եղել։ Ոնց են ասում, հունից էլա և այդ 3 եղբայրներին հրացանով տտետ 8 իրենց գյուլեցին։ Իրենց գյուլեցին։ Բարից բուն իմաստով։ Եվ գնացի ոստիկանություն, ասացի սա զենքը, ինձ ասացին, դու քաղաք նայով ես, ինչ գործ ունես տեղ, գնա քո ճանապարհով, հերիք եղավ մեզի ձեռ առնես։ Անցավ ուղիղ 3 ամիս հետո եկան ինձի այս մատից պատճառով հաստատվա, որ ես եմ արել։ Ինձի տվեցին մահապատիժ 93 թվականին, ես գտնվել եմ 23-24 զոնաներ, լագերներ, Ռուսաստանի բոլոր տարածքներում։ Այնտեղ կեսը ջուր էր, հենց բերդի մեջ։ Լիժանքեն, որ բացում էր կառավատը, հենց ջրի երեսներ, ովքեր որ նստած են եղել, կասկանան իմ բարերը։ Ու այդպես քայլում էի ես, ու մտածում էի, ուժելի է, ինչ-որ Հիսուս կա։ Ես աթեիստ եմ եղել, իմ ծնողներն էլ են աթեիստ եղել։ Բայց այն ժամանակ Յուրա եղբայրը մեր Բապտիստի ցերկը, գորոդ Երևան, Նարդոս ուլիցա 90, գալիս էր մեր մոտ Անատոլի Միխայել Սավչենկո և այդպիսի մի քանի եղբայրներ անցնում էին մեր ճաղերի կողքով, ես իրենց ասեցի, «Քտո վիտակի», ասեն, մենք հավատացյալ ենք, Աստծուն ենք ցանկանում։ Ես իրենց գրպանից վեսրեցի, ոնց են ասում, գողացա, փոքր կտակարան կապույտ գույնի, ես լավ հիշում եմ, ու կարդացի, կարդում եմ, բան չեմ հասկանում։ Ասում եմ, մի գուցե ես ռուսերեն չեմ լավ հասկանում։ Անցան 6 ամիս հետո, նորից անցան, ասացի, չեմ հասկանում, կարդում եմ, բան չեմ հասկանում, ասում եմ, դու կարդա, ու գործը չի։ Նորից անցան համարյա 1 տարի մոտավորապես իրանք եկան։ Ես այդ պաստավոյ հայերեն չգիտեմ ինչ են կոչում։ Նաձորները։ Բա ասացի, կարամ ես իրանց հետ խոսեմ։ Իրանք ասան, դու մահապատժի ես ենթարկված, դու 3 հոգի ես սպանել, դու իրավունք չունես գրաժդանսկի մարդկանց հետ։ Ես ասի, ես պետք է գամ։ Ու կանգնա, ոնց են ասում, մայո իա, պաստայր իրիգի։ Գլխի շոր հագցրեցին, ձեռքերս կապեցին ու տարան։ Ուր եմ գնում, չգիտեմ։ Նստա, տեսա, արդեն բացեցին ձեռքս շղթայած, կողքս նստած ոստիկանը։ Ասացի, ինանք խոսում են, ես լսում եմ, բան չեմ ասում, բայց տեսնում եմ արտասում կարծքից ես թափում։ Իրական դեպք ասայի, քուրեր եղբայրներ, սա ոչ թե ինչ-որ միտեղ, եթե մեկը ինձ ասեր, ես չէի հավատա կյանքիս մեջ։ Ոտքերս ոնց որ նստած տեղս թուլացավ, ես իջա, ես չեմ իմ հասկանում ինչ եմ անում։ Ու լաց եմ լինում, հոնքուր ինչ-որ մեկին թաղում եմ, այո, սատանուն էի թաղում։ Եղբայրը եկավ ձեռը դրեց ուսիս, ասեց, դու պետք է ապաշխարես, ասեց, ինչա, что это такое։
покаяться, что такое. У ищецы инде урасумен, где агачес асун, есть агачецы асун. Очень банчиман только сказал: прости, Господи, прости меня и прости меня. Вот это 3 раза я повторил слово, больше ничего не сказал. Потом смотрю, братья меня обнимают: о, дорогой брат, я его так стою в шоке, я не знаю, что такое, их вообще не знаю, я с ним не разговаривал никогда. Но потом я вот так ходил, размышляю, что такое, что я сделал, даже я не знаю, город смотрящий, зона смотрящий был, и покаялся. А потом иду в камеру, собираю мое все, как называется, вещи, и иду туда, куда негодные люди живут. Они говорят: ты что, чокнутый? Крыша куда ездит? Я говорю: мой крыша едет к Господу. А вы куда едете? Я не знаю, кто вы такие. И вот так потом я молился, я говорю: Господи Бог, если ты действительно есть, я всю мою жизнь буду служить тебе. Только одна просьба. По жизни, то есть смерти каждого, сними меня от меня, и я буду служить до конца. И я забыл это. В течение 4 года, то есть 97-й год, вышел амнистия. Моратория. Хаманерум. И после этого, когда вышел, меня опять горло закрывает и возит. Куда я иду, я не знаю. Я думаю, что я иду на смерть, уже все. Ну, я говорю: вообще я покаялся, все, я все, свободен. Зала суда стою вот так, я смотрю, люди стоят, все адвокаты, все так, все стоит. Говорят: осужденный Григорян, я должен мою статью сказать. Они говорят: тебе особенно опасный рецидив 4 года. Я с зала суда стою, вот так прыгаю и говорю: Господи, благодарю тебя. Они говорят: ты что, чокнутый, дурак что ли? Здесь ты судей ты пришел, не твой колхоз. Но я так радовался. Я не знаю, что правда, да правда, я говорю. И вот после этого, сейчас меня смешно, но тогда я не понимал, что я сделал. После этого сидел, а потом они видели результат мой, что я действительно, не хамствую, я не курю, тот не сделал. И пошел, я говорю, главному говорю: я хочу трудиться собственными руками. Бог говорит: трудись собственными руками. Она говорит: иди. Я знаю, кто ты такой, откуда тебя привезли. Иди отсюда. Они опять видели, что я хожу в церковь, дом, комната молитвы нам дали, там каждому есть. А потом 4 года, когда закончился, меня опять суд возили, а там дали особенно строгий режим. По жизни сняли. Итак, я не хочу так сказать, 7 разных этапов я пошел. И когда в последнее время я общий режим, когда находился в России, все это были в России. Когда я там находился, мне вертолет садили и возили разные лагеря в России. 29 лагерей, в которых я находился. И там я это все свидетельствовал. Теперь что я хочу сказать? Слава Господу Богу, дорогие мои братья и сестры, и в селе Курельях понять. Вот кянка, вот есть апартеид, есть карам гилька бацем болоса гиденг. Ай яхпальна мере, вора асун завагнерин ченшумеш, зецумеш. Բայց ասուս завака, асваз берет цараев. Բայց я не достоин еще так. Но слава Господу Богу, что Господь меня изменил. Я хочу благодарить Господу Богу. Я это очень коротко сказал, что время пожимать. Если какой-то кто-то вопрос имеет, все знать, будете знать и телефон, и все, где я нахожусь. Я всегда рад рассказать. И потом скажу, как в Афганистане я служил до лагеря, как Господь меня оставлял, как это все жизнь это все свидетельство. От начала до конца любой человек это свидетельствует.
Իշքան մարդ ապրի, այնքան կյանքի վկայություն ունի։ Եթե